Տեղյակ եք, որ վերջերս Վաշինգտոնում նախաստորագրվել է իբր խաղաղության մասին փաստաթուղթ, այդ փաստաթղթի վկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Հայաստանը մեկ Ալբանիա է կոչում, Փաշինյանի անունն էլ մոռանում է, ասում է մյուս տղան։ Լուրջ է արդյոք այդ ամենը։ Ոչ։ Միշտ ինչ ասել ջանի մոտ։ Ասելա եթե առանց Սյունիք, առանց Ղարաբաղ Հայաստան գոյություն չունի։ Ճիշտ էլ ասել է։ Հայաստանի թեւն ու թեկող պաղը Զանգեզուրն։ Ինքը եթե այդ բարերը չի կարդացել կամ չի լսել, ես ասում եմ, թող ինքն լսի։ Դրանից ապագա չկա։ Մենք գնում ենք կործաննը։ Արդեն անդունդի եզրին, եթե մի հոգիս ես բրտի, մենք բոլորս եք կնենք ընկորը։ Հենց Վաշինգտոնի ղեկավարը, Նիկոլի Էրդողանի, Նիկոլ Ալիևի դասել է։ Ինքը ծնկի է եկել, ծնկի էլ կգա։ Էլ ոչ եկան չեմ ասի։ Դժվար հարց։ Թրամփի զանից էլ ամեծ, հալա պարքասով որ կարողանում այդքան անել։ Ես ոչ մեկի հիմա չեմ հավատում, ոչ մեկին, ոչ Տրամփին, ոչ Պուտինին, ոչ Փաշինյանին, ոչ մեկին չեմ հավատում։ Ես 70 տարեկան մարդ, Ղարաբաղ ապրող, 65 տարի Ղարաբաղ ապրել եմ, հիմա Ղարաբաղ չունեմ, ում հավատամ։